Շնորհակալություն ու առաջի սկզբից ելի նաև ողջունում մեր գործընկերներին CSI-ից, Շվեյցարիայից, Գերմանիայից եւ նաև կարծում եմ որ կարևոր է որ հավելյալ եւ մասնագիտացված ուշադրությունը այս խնդիրներին, այս քաղաքական հետապնդումների համատեքստում, որոնք անդրադառնում են եկեղեցու եւ առանձին նաև հոգեվորական իրավունքներին ավելի մեծ ուշադրություն կենտրոնում են դառնում եւ բնականաբար միջազգային համապատասխանատվության հասնելու տեսակետից ավելի հեշտ է դառնում։ Ես կխոսեմ եւ հայերեն եւ մեր դեկլարացիա դիտողների համար զուգահեռ փորձեմ թարգմանել անգլերեն հիմնական հատվածները։ So greetings to our colleagues and thank you for keeping these issues in focus. I will try to be brief and I will sometimes try to translate my part so our dear audition from other countries can get the idea of this campaign which brought us together in the end. Առաջին հերթին կարծում եմ երբ խոսում ենք ես շատ խոսել եմ բնականաբար մարդու իրավունքների տեսակետից այստեղ ամենակարևորը որ երբեք ավելորդ չի շեշտել երբ խոսում ենք մարդու իրավունքներից մենք խոսում ենք մի կողմից պետության մասին այսինքն իդեմս իշխանության բնականաբար մյուս կողմից ու մասին որ դրական խոսքը գտնում սա ինչի է այս պահին կարևոր որովհետև արկա իշխանությունների կողմից տարվող արշավը եկեղեցու եւ նրա սպասավորների աջակիցների դեմ շատ հաճախ մեկնաբանվում է որպես հակամարտություն երկու կողմերի, ինչը անխուսափելիորեն դնում է որոշակի հավասարության նշան։ Պատրանք է ստեղծվում, միշտեր դա բոլորովին այդպես չէ, մի կողմից պետությունը ունի ահռելի պետական ապարատ, համատության մեջ կարեցել ապերշեցակներ, ուժի կիրառման բացարձակ մենաշնոր, ուժային կառույցների գործողությունները կառավարելու ունակություն, այդ չեմ ասում անհատ աջակիցների մասին, որոնք հանրության տարբեր դիրքեր են գրավում եւ ունեն իրենց ազդեցությունը։ Մյուս կողմից եկեղեցին, եթե օրենքի գոնատեսակետից նայենք, 4 օրենքի տեսակետից, դա ընդհանրապես մեկ միավոր կրոնական կազմակերպություն է։ Հետևաբար իշխանությունների կողմից տարվող այս արշավի համատեքստում չի կարելի դնել այդ հավասարությունը, շնորհքն թույլ տան, որ դա կարելի է այդպիսին այն անվանելով երկու կողմեր, երկուսի մրցակցություն եւ այլն։ So initially this is not something new for no one that when we speak about human rights we understand from one part the state, the government, and from the counterpart will be whoever is at stake at the moment. And this is important to bear in mind for the reason that when the current campaign of the Armenian government against the church and its members is being interpreted as a competition struggle of both parts, this inevitably puts a parity, a feel of equality, let's say competition between these two parts, these two sides, which is not the case for the reason that the state, the government, of course, it has immense resources incomparable. The monopoly of coercion, the control over the law enforcement, agencies, and from the other part, legally speaking, we have single religious organization which lacks all of the tools and all the leverages we're talking about. So I think this is important to bear in mind that when we're talking about this campaign, we should not interpret it the way that there is a sense of parity between the two. Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը անցած տարի հրապարակել է լիկանշեց մասին մեր եւ դա միջև սպա առավել ծառայում հրապարակում ուսումնասիրությունը, որը կոչվում է անդրադառնալությունը Հայաստանում, մաս առաջին, որովհետեւ մենք հասցրեցինք ընդհանրապես փոքր մասացածի դրանով, ծավալը հաշվի առնելով այս արշավի, այնտեղ կարճ ամփոփելով գնամ, որովհետեւ դա հրապարակված է եւ այլն լիկանշեց կարող եք որոնց ընդհանուր մենք սկզբնակի վերցրեցինք այս իրադարձությունների անցած տարվա մայիսին Բեռնում տեղի ունեցած կրոնական ազատության ժողովը, որը նախաձեռնվել էր արգելական կաթողիկոսի կողմից եւ դրա արդյունքում ժողովի ընդունված բանաձև, որը անդրադառնում էր արցախահայերի իրադարձության իրավունքին, ինչպես նաեւ Բաքվում պահովագետների ազատարձակման հարցին։
Սա աստորեն այն ցականն էր, ամենայն ասած տրիգերը, որը եւ սկիզբ հանդիսացավ ամբողջ այս արշավի, անմիջապես դրա հետևեցին, որոնց հիշում ենք վարչապետի ակնարկները եկեղեցիների ճանաչվածության վերաբերյալ, ինքնաշ կողմից գլխավորներ պետոֆիլներ բառի օգտագործումը, հետագայում արդեն ավելի հայոյախառը ակնարկներով պատասխանելը եկեղեցու սպասավորների արձագանքներին եւ շարունակվելով արդեն աջակիցների, խմբերի, գործարար Սաղեր Կարապետյանն էր առաջին ազատազրկվողը, հետո սրբազան պայքար շարժում է իր անդամներով, Արաքացոթի թեմը, միջկայլ arczepiskopos Աջապայանը, Արշակ arczepiskopos-ը եւ միջև այսօր մենք տեսնում ենք այս ամբողջ շարժը եւ ծավալի մեծացումը մասն նույնպես փոքր կխոսենք. So Armenian Center for Political Rights last year published its one of the to date largest publications reports, call it, about the initial phase of this campaign run by the authorities of Armenia, the government, which basically was triggered, as we think, from I don't want to mispronounce the name, International Conference on Religious Freedom held last year in Bern, initiated also by the Catholicos, which during the publication that contained remarks and calls about the right of repatriation of Artsakh Armenians and the release of Armenian hostages and prisoners from Baku. This was the trigger which brought to the campaign, which initiated the campaign, because immediately after it was followed by the remarks of the Prime Minister about the churches were turned into junk rooms, sorry for this, the remarks of his wife about chief pedophiles and even more profane, let's say, feedback on the criticism which was later from the members of the Apostolic Church. This was spiraled into the political campaign with the imprisonment of the supporters of the church, that is the businessman Karapetyan, later the group Holy Struggle, which was initiator of the 2024 protests, and other high-ranking clergy. Այս պահին, երբ որ մենք նայում ենք որտեղ հասել ծավալը արշավի, մենք տեսնում ենք ոչ միայն քանակական, այլ որակական ուրվագիծը, այսպես ասենք, եթե առաջին հայացքից, երբ որ մենք դիտարկում ենք, տեսնում ենք միջապողականության մեջ անցած տարի, որ իշխանության, այսինքն կառավարության, այսինքն իրենս վարչապետի արշավն ուղղված է առանձին գործիչների դեմ, քաղաքական կողմնականը դնենք նաև կամ քաղաքական հայտ ներկայացրած, հետագա երկրորդ հարթության մեջ մենք տեսանք, որ դա արդեն ուղղված է եկեղեցու դեմ, երևի թե այն բայց կսած, երբ որ վարչապետը բերեց իր օրակարգում կաթողիկոսի փոխելու հարցը, եւ հիմա դա արդեն ավելի է տարածվում, երևի թե արդեն անդրադառնալով նաև հավատացյալների անհատական իրավունքների վրա, ելնելով նրանից, որ շատ կյանքի կարևոր հատվածներ, սկսած ծնունդի, ամուսնության, ուղղակավորության եւ այլ միջոցառումները ուղղակիորեն կապված են եկեղեցու գործունեության հետ, մանավանդ համայնքներում եւ տվյալ պայմաններում, երբ որ ունենում ենք եկեղեցու այսպես անընդենք դուրս եկած, հոգեվորականների հետ, բնականաբար խախտվում է նաեւ այս կոնտեքստում անհատական կրոնական հավատքի իրավունքները. When we look at the campaign, we can view it from three different dimensions, and the first one was probably during the initial phases where we're witnessing coordinated, targeted attacks and persecution against specific people who had political agenda, let's say, differing from the one of the government. Later, it spiraled into the campaign against the church itself, probably from the moment that the Prime Minister brought up his so-called agenda of changing the Catholicos. And now we are witnessing the third dimension, which is already, it's starting to have effect on the rights, individual rights of the believers, since in many communities they can bring to a situation when some former or current priests changing their denomination, let's say that their loyalty are being, in that case, affecting on the religious and rights of belief of the individuals living in the community, since many aspects of the life are connected with the liturgy and the rites.
Ընդհանրապես երևի եթե հիմա ամփոփենք նորից մարդու իրավունքների վերադառնանք տեսակետից, եթե բացենք որևէ միջազգային փաստաթուղթ, կոնվենցիա, դաշնագիր, որը Հայաստանը վավերացրել է անցնենք մարդու իրավունքների ցուցակով, հավանաբար արդեն չեն գտնի, կամ շատ դժվար կլինի գտնել մի իրավունք, որը չի սահմանափակվել, կամ չի խախտվել իշխանությունների ոտնահարվել այդ բառի կտրում արշավի ընթացքում։ Բնականաբար առաջինը ակնհայտ է ազատության, անձնական ազատության, արտադատականության իրավունքը, մենք հիշենք, որ կալանքները ուղղակի սովորական ամենահաճախ կիրառվող միջոցն են, առանց մնացած հանգամանքների, երբեմն առանց առհասարակ որևէ ինչ-որ հանցավոր արարքի, ընդհանրապես ակնարկի պայմաններում, արտադատականության իրավունքով տեսակետից մենք տեսել էինք նույն սրբազան պայքար շարժման անդամների գործում կեղծված փաստեր, մանիպուլացված, փոփոխված ձախնալսումներ, որոնք բնականաբար ուղղորդում են մարդկանց ինչ-որ մոլորեցնում են ամբողջ հանրությանը, ստեղծելով պատկեր, որ խմբի անդամները ունեին նպատակ բռնություն կիրառելու մարդու նկատմամբ, մինչդեռ դա ամբողջությամբ հերքվում է ամբողջ համակարգային ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև ոչ պակաս կարևոր ամենության կանխավարկածի ուղղակի բացարձակ անտեսումը այդ ողջ գործերի ընթացքում պետական պաշտոնյաների, ներառյալ նախարարների, պատգամավորների կողմից, երբ որ պիտակավորվում էին իրենք ահաբեկիչներ եւ կամ ավելի վատ բառերով. If we open any of the international conventions, documents, covenants which Armenia ratified about human rights and we go to the list, now it will be very difficult to find any which wasn't infringed during this campaign. Let alone start from the basics, the right to liberty and the free trial. We all remember that the pre-trial detention was the go-to measure adopted almost to everyone who went to these criminal charges. We remember the falsification of the evidence, the changing of these wiretaps, which would make an impression and misleading public that members of the Holy Struggle group were planning violence against a human, against a person, which was not the case. If we are looking systemically, they even were denouncing any type of civil disobedience actions which would may be interpreted this way. And we're not even talking about the presumption of innocence, which basically became non-existent for the state, since the labeling of the members of this group as terrorists or even worse is coming from the mouths of not only ministers, members of parliament, but the supporters, and basically rendering the presumption of innocence non-existent. Մենք կարող ենք հասնել սեփականության իրավունքին արդեն, ինչ վերաբերում է եկեղեցու աշխարհում գտնվող եկեղեցիներին եւ դրանց տնօրինման հարցերին, երբ որ գալիս է այն միջոցառումները, որոնք կազմակերպվում են անձամբ վարչապետի կողմից եւ ոստիկանության միջոցով, այդտեղ կատարվում է իրենց միջոցառումը բնականաբար զրկելով եկեղեցուն տնօրինման իրավունքից, որը կապված է ուղղակիորեն սեփականության հետ. The next one, the right to property, if we're talking about the churches as buildings which been deprived, that the church has been deprived of the control when the prime minister is holding his events there, with of course with the help of the law enforcement. Եվ շատ ուրիշ իրավունքներ ես փորձեմ ուղղակի կաշն է որպես հնարավորություն տամ մեր գործընկերներին, կարծում եմ իրենց խոսքարսպեն ավելի կարևոր է։ Մի կարևոր ուղղակի հատված շատ կուզեմ, որտեղ մենք վերջերս պատրաստվում ենք դրա մասին նաև հայտարարություն անել, օգտագործելով առիթը հիմա անդրադառնանք, խոսքը վերաբերում է այն մեկնաբանությանը, որ դատարանները կարող են վերականգնել եկեղեցական պաշտոնում անձանց, ովքեր հեռացվել են տվյալ կրոնական կազմակերպության կանոնադրությանը եւ կանոններին համաձայն։ Մեկնաբանելով դա աշխատանքային իրավունքի ոլորտում, այստեղ մեծ խնդիր է առաջանում, դրա մասին խոսենք։ Կարևորը այստեղ իմ կարծիքով նա է, որ շատերի մոտ եղավ այս հարցը, ինչ իրավիճակ է սա, ինչպես լուծել, քանի որ երևի թե բարեբախտաբար Հայաստանը նման դեպք դեռևս չէր եղել, մենք չունենք դրա վերաբերյալ դատական պրակտիկա, այսպես դնենք, բայց դրա կարիքն չկա, որովհետև մենք ունենք այլ իրավունքի աղբյուրներ, որոնք նույնպես պարտադիր են Հայաստանի համար եւ կարող ենք ընդհանրել եվրոպական դատարանի անպատասխան որոշումները։ Մենք առանձնացնում ենք մի հատ բավական համանման իրավիճակների մասն է խոսքը, դա Սվято-Միխայլովսկա համայնքն ընդդեմ Ուկրաինայի 2007 թվականի գործն էր, որտեղ եվրոպական դատարանը ընդգծել էր, որ
կրոնական կազմակերպության ներքին կառուցվածքը եւ անդամության վերաբերյալ կարգավորումները պետք է դիտարկել որպես գործիքներ, որով տվյալ կազմակերպությունը իրականացնում է իր հավատի եւ կրոնի ազատության իրավունքը։ Այսինքն մենք այստեղ չենք խոսում պարզ աշխատանքային պայմանագրային հարաբերություններից, այս մարդկանց որևէ դիրքեր զբաղեցնելը կազմակերպության մեջ դա բխում է կրոնի ազատության իրավունքից։ Համանման ալեգորիա կարելի է անել, օրինակ իրավաբաններ տեղյակ կլինեն, երբ որ խոսում են աշխատանքային իրավունքներից պետական որոշ ծառայողների դեպքում, կա այսպես կոչված հավատարմության եւ վստահության պարտականությունը, որը տարբերակում է սովորական պայմանագրային աշխատողից, այսինքն պետական ծառայողները կամ հայցողական պաշտոնները, իրենք ավելի հակված են, ավելի զուսպ պետք է լինեն, դեպաբար ավելի շատ լծակ ունի իր վերադասը աշխատանքային պայմանագիրը լուծելու առումով, ինչը բնականաբար այս բaragայում այդպես չի կրոնական կազմակերպությունների մասով։ And the last, I don't want to take too long because I think it's more important for our colleagues to present theirs. But I want to touch upon briefly on a very recent case, which was the court order to restore in office, in religious office, past member of the Apostolic Church who was dismissed by the Catholicos. For many people it was confusion because we don't have the, and it's a good thing that we didn't have the practice of such cases. But there are many sources which can be referred to which are applicable in Armenian jurisprudence, which is at least the European Court of Human Rights addressed such situations in the past. And one of the cases is the Sviato-Mikhailovska Parafia versus Ukraine in 2007, which deals with a similar situation. And basically what the court says is that the religious organization's internal structure and membership should be regarded as instrument to which it exercises the freedom of religion. So this is different from the contractual obligations between the employer and the employee. Similar parallels can be drawn with this famous duty of trust and loyalty for the state servants, which differs them from the contractual employees. So in this case, of course, there's no actual power to restore them when this is the internal matter of the religious organization. I will stop here and want to thank CSI and our colleagues from Switzerland and Germany again for holding these issues, their focus. This is very important, and I also want to thank our supporters because without you it's much difficult to do what we are doing. Շնորհակալություն եմ այդում կրկին մեր գործընկերներին եւ նաեւ մեր բոլոր աջակիցներին, որովհետեւ այս օգնությամբ մենք կարող ենք ավելի արդյունավետ գործել այս ոլորտում։ Ես փոխանցում եմ խոսքը